Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Տարվա այս եղանակին դժվար է մեր սեղանները պատկերացնել առանց համեղ խրխրթան թթվի։ Այսօր պատրաստում ենք կաղամբով կարմիր թթու, միանգամից երկու եղանակով։ Առաջինը պատրաստ է լինում ընդամենը 4 օրից, իսկ երկրորդը մոտ 15 օրից։ Թե ինչպես անել, որ կաղամբի թթուն պատրաստ լինի 4 կամ 15 օր անց, գաղտնի խաղաջրի պատրաստման մեջ է, այնպես որ տեսանյութը դիտեք մինչև վերջ։ Սա հրաշալի տարբերակ է, որ տանը միշտ թարմ ու գունեղ թթու լինի, երբ մեկը վերջանում է, մյուսը արդեն թթվում է։ Սա արագ պատրաստվող կաղամբի թթուն է, որը կարելի է ճաշակել արդեն իսկ 4-րդ օրը, ստացվել է շատ ախորժելի, աղաջուրը չի պղտորվել և չի ծորում։ Չնայած որ թթուները դրել ենք միառժամանակ, ակնհայտ ձևով երևում է, որ դույլի թթուն դեռևս պատրաստ չէ։ Այս թթուն պատրաստ կլինի 15 օր անց։ Դե ինձ սիրելիներս, մի մոռացեք հավանել տեսանյութը, եթե չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք և միասին շատ համեղ խրխրթան թթու դնենք։ Բոլոր բաղադրիչները արդեն սեղանին են։ Ես վերցրել եմ 15 կգ կաղամբ, 100 գ սխտոր, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, սամիթի սերմ։ Մեզ անհրաժեշտ է նաև գազար, կծու ծիծակ, ազատ քեղ, գեղեցիկ գույն ստանալու համար մի քանի հատ բազուկ։ Կօգտագործենք շաքարավազ, խոշորախ և քացախ։ Որպեսզի կաղամբի թթուն համեղ ստացվի, կարևոր նախապայման է, որ կաղամբը լինի քաղցր և կծվահամ չպարունակի։ Կաղամբը կիսում ենք, հեռացնում ենք կոթունը և բաժանում ենք խոշոր խորանարդների։ Սիրելիներս, առաջինը պատրաստում ենք 4 օրում թթվող կաղամբի թթուն։ Որպեսզի թթվելու պրոցեսը արագանա, պետք է օգտագործենք քացախ և եռման մարինադը լցնենք անմիջապես կաղամբի վրա։ Ստանում ենք նման գեղեցիկ կտորներ։ Կաղամբը լցնում ենք համապատասխան տարայի մեջ և մանրացնում ենք մնացած բաղադրիչները։ Իմ ձեռքի տակ իտալական շատ ընտիր գույն տվող բազուկ է, կօգտագործեմ երկուսը։ Որպեսզի թթուն նաև գեղեցիկ ստացվի, ես օգտագործում եմ գաթայի համար նախատեսված զիգզագաձև դանակ։ Բարեկամներ, մեկնաբանությունների բաժնում ես կգրեմ 1 լիտր մարինադ պատրաստելու համար աղի, շաքարավազի և քացախի չափաբաժինները։ Կախված թե որքան թթու եք նախատեսում պատրաստել, ըստ այդմ կարող եք կողմնորոշվել, թե որքան մարինադ պետք է պատրաստել։ Որպեսզի թթուն կծվահամ պարունակի, ես օգտագործում եմ թարմ ծիծակ, կարող եք վերցնել նաև չորացրածը։ Բաղադրիչները կտրելուց հետո շարունակում ենք շերտ-շերտ դասավորել թթուն։ Կավելացնենք գազարը, բազուկը, ծիծակը, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, ինչպես նաև ազատ քեղ։ Ըստ ցանկության ազատ քեղի փոխարեն կարելի է վերցնել թարմ սամիտ կամ նեխուր։ Կանաչին կապում ենք, որպեսզի թթուն հանելիս այն չխանգարի։ Ես ավելացնում եմ նաև չորացրած սամիթի սերմ, այն թթվին յուրահատուկ համ է հաղորդում։ Այսպես շերտ-շերտ դասավորում ենք բոլոր բաղադրիչները, մինչև տարան ամբողջությամբ լցվի։ 4 օրում թթվող կաղամբի թթուն պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, շատ հետաքրքիր է, թե ձեզ մոտ ինչպես ստացվեց։ Սա իմ մշտական օգտագործվող բաղադրատոմսն է։ Նկարագրությունների բաժնում կարող եք գտնել խառը թթվի, կանաչ լոլիկի թթվի պատրաստման ևս 2 հրաշալի բաղադրատոմս։ Գույներին նայելով արդեն իսկ երևում է, որ համեղ թթու է ստացվելու։ Արագ թթվելու գաղտնիքը, ինչպես նշեցի, մարինադի մեջ է, որը և հիմա կպատրաստենք։ Այս տարայի համար ես վերցնում եմ 4 լիտր եռման ջուր։ 4 լիտր եռման ջրի համար օգտագործում եմ
4 լիքը ճաշի գթալ խոշոր աղ, 4 ճաշի գթալ շաքարավազ և 4 ճաշի գթալ քացախ։ Եղման ջուրը և քացախը մի քանի անգամ արագացնում են թթվելու պրոցեսը, իսկ շաքարավազը հավասարակշռում է համերը։ Մի լավ խառնում ենք, որպեսզի աղը և շաքարավազը ամբողջությամբ լուծվեն, այնուհետև այսպես տաք-տաք վիճակում ավելացնում ենք աղամբի վրա։ Թողնում ենք խոհանոցային սեղանի վրա 4 օր, 4 օր անց կարելի է ճաշակել։ Թթվելուց հետո պահում ենք սառնարանում, որպեսզի երկարացնենք պահպանման ժամկետը։ Վրան տարա ենք շրջում, սեղմում ենք, այնպես որ բոլոր բաղադրիչները ընկղմված լինեն մարինադի մեջ։ Եթե կաղամբի մնացած բանջարեղենի կտորները մնում են ջրի երեսին, դրանք սևանում են և թթվի երեսին առաջանում է անցանկալի սպիտակ փառ։ Պատրաստենք նաև թթվի երկրորդ տարբերակը, որը թթվում է 15 օր անց։ Մարանցնում ենք գազարը, բազուկը և ծիծակը։ Այս թթուն պետք է պատրաստենք սառը աղաջրով, այս դեպքում ֆերմենտացիան ավելի դանդաղ է տեղի ունենում։ Սա ավելի բնական ձև է թթու պատրաստելու համար, սակայն այս տարբերակներից երկուսը լրացնում են մեկը մյուսին։ Ըստ ցանկության այս թթվի մեջ կարող եք ավելացնել ծաղկակաղամբ, վարունգ, կանաչ լոլիկ։ Այդպես կստացվի շատ համեղ, խրխրթան, խառը կարմիր թթու։ Այս տարբերակով 1 լիտր ջրի համար պետք է վերցնենք 1,5 ճաշի գթալ խոշոր աղ, ավելի երկար պահպանման ժամկետ ստանալու համար։ Կաղամբը այնպես ենք կտրում, որ կոթունի մի փոքր հատված մնա կտորի վրա, որպեսզի կաղամբի թերթիկները չառանձնանան։ Այնուհետև բոլոր բաղադրիչները հերթականությամբ դասավորում ենք դույլի մեջ։ Ես սիրում եմ թթու դնելու պրոցեսը, շատ հետաքրքիր, գույներով լեցուն, սպասումներով լի արարողակարգ է, իսկ դուք սիրում եք, շատ հետաքրքիր է, գրեք մեկնաբանություններում։ Բոլոր բաղադրիչները շերտ-շերտ դասավորելուց հետո պատրաստում ենք աղաջուրը։ 1 լիտր սառը ջրի համար վերցնում ենք 50 գրամ կամ 1,5 լիքը ճաշի գթալ խոշոր աղ։ Կարող եք աղը կշռել կամ չափել գթալով, այնպես ինչպես ձեզ հարմար է։ 1,5 ճաշի գթալ խոշոր աղը կշռում է մոտ 50 գրամ։ Ես արդեն գիտեմ, թե որքան աղաջուր է ինձ պետք։ 5 լիտր սառը ջրի վրա ավելացնում եմ 250 գրամ խոշոր աղ, մի լավ խառնում եմ, այնուհետև լցնում եմ կաղամբի վրա։ Թթուն դնում ենք սառը տեղ, 13-ից 15 օր անց այն պատրաստ է, կարելի է ճաշակել։ Աղաջուրը պետք է պատրաստված լինի ճիշտ տարբերակով, թթվի տեղը պետք է լինի սառը, որպեսզի աղաջուրը ծոր չտա։ Երկու տարբերակն էլ պատրաստ է, կհանդիպենք 4 օր անց։ Պարտադիր թթուների վրա ափսե ենք շրջում, անհրաժեշտության դեպքում ծարոց ենք դնում։ Անցել է արդեն 4 օր, քացախով և եղման ջրով պատրաստված թթուն արդեն թթվել է, ահա տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ երանգ ունի, իսկ թե որքան համեղ է ստացվել, կիմանաք, երբ պատրաստեք ինքներդ։ Դե իմ սիրելիներս, այսօր էլ կաղամբի թթվի 4 և 15 օրում թթվող այսպիսի երկու հրաշալի բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։